ներկայացվեցին այնպիսի դիտարկումներ, այնպիսի հանգամանքների ի վերջո անցում կատարվեց, որոնք դատարանի խորին համոզմամբ որոշակիորեն կամ չեմ կարողանի ասել մեծամասամբ սույն գողություն քննության ենթակա, սույն փուլի սույն հարցադրման քննության ենթակա շրջանակներից դուրս է խոսքը վերաբերում է վկաների ցուցմունքներին, դրանց նշանակությանը, այդ նշանակության պայմանավորված խոշորոտելու, այսպես ասած, ցանկության կամ մտադրության բացակայությանը, որոնք դատարանը սույն փուլում չի կարող քննարկման առարկա դարձնել։ Միևնույն ժամանակ դատարանը ուղղակիորեն մատնանշում է, որ քննարկվող իրավիճակը ուղղակիորեն համապատասխանում է այնպիսի իրադրությանը, որը սահմանվելով քննադատականը տրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին կայացված որոշմամբ, որի եզրափակիչ մասի առաջին մասի գրքերում ուղղակիորեն մատնանշել է հետևյալը. Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից բացառությամբ 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերը վերաբերում են այն իրավիճակներին, երբ անձը բռնվում է անմիջապես հանցան կատարելուային կամ անմիջապես դրանից հետո, որպեսզի հանգամանք սույն իրավիճակում չունենք, չի կարող պահվել անազատության մեջ։ Եվ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը բացառությամբ սահմանության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, որը ևս առկա չէ, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ազգային ժողովի համաձայնությամբ։ Ըստ էության ներկայացված դիրքորոշումը կոնկրետ անձի, ով նախորդ գումարման ազգային ժողովում ունեցել է պատգամավորի կարգավիճակ, ըստ էության արձանագրվել է հետևյալը. Վճռաբեկ դատարան Մխիթար վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի մայիսի 14-ին կայացրած թիվ ՍԴ-066-21 քրեական գործով որոշման 15-րդ կետով մատնանշել է հետևյալը. Ներություն էլի դատարանի հետ հավասար մի խոսք. Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած չի կարող պահվել անազատության մեջ այլ կերպ, քան ազգային ժողովի համաձայնությամբ, բացառությամբ սահմանության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մխիթար Զաքարյանի 2022 թվականի հուլիսի 22-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստի ուժով ենթակա եղել ազատ արձակման, քանի որ սույն քրեական գործով քրեական հետապնդում իրականացնող բանի կողմից ազգային ժողովին չի ներկայացվել, պատգամավորի ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություն։ Հետևաբար առկա չի եղել նաև պատգամավորի ազատությունից զրկելու վերաբերյալ ազգային ժողովի համապատասխան համաձայնությունը։ Միևնույն ժամանակ նույն որոշման 19-րդ կետում Վճռաբեկ դատարանը հանգել է հետևության, որ նկատի ունենալով հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը Մխիթար Զաքարյանի նկատմամբ կառուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու պայմաններում ստորադած դատարանների դատական ակտերի վեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ։ Դրանք ունենալով ժամանակավոր բնույթ կորցրել են իրենց իրավական նշանակությունը։ Ոստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է մերժել, ճանաչել Մխիթար Զաքարյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը, ստորադած դատարանների դատական ակտերը թողնելով ուժի մեջ համապատասխան իրավական դիրքորոշումների հաշվառման։ Ներկայացված դիտարկումները գնահատելով սույն քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանը արձանագրում է, որ մեղադրյալ Դավիթ Ղազինյանը ըստ էության ազատությունից զրկվել է այն պահին, երբ երբևէ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ չի ունեցել։ Միևնույն ժամանակ սույն քրեական գործով որդու մեղադրական զարգացության հաստատված ուղարկվել է դատարան, վերջինիս նկատմամբ խափամիջոց կիրառված կալանքը շարունակվել է արկահամարել այն պայմաններում, երբ վերջինս արդեն իսկ կենտրոնական դրական հանձնաժողովի կողմից կայացված որոշմամբ ըստ էության ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ 2026 թվականի հուլիսի 22-ի, եթե չեմ սխալվում, կայացված որոշման շրջանակներում։ Հետևաբար այդ տրամաբանությամբ դատարանը գտնում է, որ ներկայացված երկու դիրքորոշումների բարձրագույնացանների կիրառելի են սույն դեպքի նկատմամբ եւ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված խափամիջոց կալանքը չի կարող շարունակվել։ Դատարանը արձանագրում է, որ վերջինիս նկատմամբ կիրառված ամենախիստ խափամիջոցը ենթակա է վերացման, ինչ վերաբերում է ըստ էության այն դիրքորոշումներին, քննարկումներին, թե արդյոք
դատանի սանկցիավորման ենթակառավարիչ նախաքննության փուլի շրջանակներում այն երկու խափանմիջոցների տնային կալանքին վարչական հսկողությանը, թե արդյոք դրանք կարող են դիտարկվել անազատության մեջ պահելու շրջանակներում, ապա ըստ էության տնային կալանքի առնչությամբ դիրքորոշումները նույնական են, որևէ առարկություն կողմերը չեն ներկայացրել դրա անազատության մեջ պահելու հետ կապված հանգամանքի, իսկ ինչ վերաբերում է վարչական հսկողությանը, ապա այդ խափանմիջոցի վերաբերյալ դիտարկումների հետ կապված դատանը կիսում է պաշտպանության կողմի մոտեցումը, հաշվի առնելով մի դիրքորոշումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ըստ էության ազատությունը սահմանափակող բնույթ կարող է տրվել այդ խափանմիջոցին, եթե կիրառվեն խափանմիջոցի սահմանափակումները։ Այս հանգամանքների հաշվառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով վերջինիս անձնագրող հանգամանքները, բարույթի նախաձեռնումից հետո մինչև խափանմիջոցի կիրառումը վերջինիս ազատության մեջ գտնվելու հանգամանքը, այդ ժամանակահատվածում վերջինիս կողմից բարույթի քննության խոչընդոտ հանդիսանալու կամ խոչընդոտելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը դատանը գտնում է, որ որևէ այլընտրանքային խափանմիջոցի կիրառումը անհրաժեշտություն չի ներկայացնում։ Սա մեղադրելային նկատմամբ կիրառված խափանմիջոցների մասով, ինչպես որոշվել է դատական նիստի սկզբում, այդ հարցադրումների քննություն դատական նիստի շրջանակներում չի իրականացվելու, միևնույն ժամանակ հաշվի առնելով դատական նիստի մասնակցող անձանց բազմաթիվությունը եւ նաեւ բացակայող անձանց առկայությունը, հաջող դատական նիստի օրվա եւ ժամի հետ կապված դատանի աշխատակազմը լրացուցիչ կհամաձայնեցնի։ Դատական նիստը հետաձգվում։ Շնորհակալություն պատմական դատարաններ Որ դուրս արի։ Մալբու է։ Ոնց ասեմ ճիշտ։ Իրենք իրենց նպատակին չեն կարող հասնել։ Մեր ուժի պարագայում ամենայն դեպս 100%-անոց։ Այդ մասով էլ ավելի շատ կարծես թե դատախազությանն են հերթական։ Մի գաղթիկ բացեմ ձեզ, կալանքի նիստի ժամանակ խնդրել եմ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին պայման, այսինքն առաջարկել եմ պայման։ Դուք հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարություն եք տարածում, որտեղ ինձ ներողություն եք խնդրում, ես գնում եմ 2 ամիս կամ 4 ամիս նստում եմ։ Չհամաձայնվեցին, ինչ անեմ։ Լավ, շարունակենք դրսում, էլի մեկի արդեն ազատ է արձակվել, խոչընդոտ չկա, հա։ Ահա, միացած թող էլի։ Grazie.